Հրապարակը գրում է ՔՊ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին 3 նախ Գյումրու փառաքարի ընտրությունների արդյունքներից, ապա Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որ առանց որևէ պաշտոնի ակնկալիքի որևէ պայմանավորվածության քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։ ՔՊ-ն, որ լռելու հրահանգ ուներ ընտրություններից հետո 3 րոպեական մարտական պատրաստվածության բերվեց մեկը մյուսին հերթ չտալով, կենտրոնից բաժանված տեքստեր սկսեցին տարածել քաղաքական առևտրականների ձայն գողացողների մասին, ընտրված համայնքապետերին բերդ գցող ընդդիմադիր ցուցակներից մարդ գողացող ՔՊ-ականները տվայտվում էին, ինչպես կարելի է ընտրողի ձայնը ստանալ ու տալ ուրիշին։ Մինչդեռ անգամ Երևանի ընտրություններից հետո ՔՊ-ն ու Հանրապետություն կուսակցությունը դոգի բուքսիրով քաղաքի կառավարումը ստանձնեցին, ավելի վատ որոշման գնալով ու հանցավոր խմբավորման աջակցելով։ Գյումրու ընտրություններից հետո էլ ՔՊ-ն պատրաստ է եղել ցանկացած տիպի առևտրի, միայն թե Գյումրին չտա ընդդիմությանը։ Թերթի լրագրողը նկատել է քվեարկությունից հետո ձայների հաշվարկի ժամանակ ՔՊ-ականները Սարիկ Մինասյանի շտաբում պատից կախված մեծ մոնիթորով հատուկ առանձնացրել ու հետևել են ոչ միայն ՔՊ-ի ձայներին, այլև Եվրադաշինքի ու երկու ուժերն էլ առանձնացրել կանաչ գույնով։ Հույս են փայփայել, որ գոնե 7% կհավաքի եւ կկարողանան ստանձնել Գյումրու կառավարումը։ Փաստը գրում է Գյումրու ավականու ընտրությունների էպոպեան կարծես հանգուցալուծում ստացավ 3 հայտարարություն արեց Մարտուն Գրիգորյանը, նշելով, որ չնայած մի շարք չնայածների, այդուամենայնիվ մեր քաղաքը դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին առանց որևէ պաշտոնի ակնկալիքի ու պայմանավորվածության։ Անցած մի քանի օրերին տպավորություն էր, թե ողջ ազգը սպասում է նրա հայտարարությանը, իսկ իշխանական քարոզչա մեքենան հակաքարոզչությամբ ու ջուր պղտորելով էր զբաղված ավելին, որոշ ՔՊ-ականներ ու մերձ ՔՊ-ականներ որոշել էին գովերքել Գրիգորյանին, հասկանալով, որ դա ինքնին հուշկ ու հակաքարոզչություն է։ Մյուս կողմից զավեշտալի է, որ սպասման օրերին Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ Ղայդին տղու թեմայով դատողություններ էր անում Արամ Զավենի Սարգսյանը, որը փաստացի սերտ համագործակցության գնաց իր եղբոր վաստակն ուրացած մսխած օրվա իշխանության հետ։ Ավելին, քաղաքական ուժը 3 այլ կուսակցության հետ միասին Գյումրիում ընդամենը 4.5% քվե ստացավ, ընդ որում վայելելով իշխանությունների աջակցությունը։ Եվրաինտեգրման ամբողջ ջատագովներով Գյումրիում քարոզչությանն էին լծվել ըստ շատ քաղաքագետների, այս ցուցանիշն ինքնին վկայում է, որ իրականության հետ որևէ կապ չունի թեզը, թե հայաստանցիների մեծամասնությունը կողմ է ԵՄ շրջվելուն, ստացվում է իրականում նման տեսակետ ունի շատ փոքր մաս։ Թերթի տեղեկություններով առաջիկայում կհրապարակվեն նոր սոցհարցումներ, ըստ որոնց Հայաստանի քաղաքական կողմնորոշման կտրուկ փոփոխությանը դեմ է հայաստանցիների գերակշիռ մեծամասնությունը։ Ժողովրդի տեղեկություններով էլ 3 Մարտուն Գրիգորյանի երկար սպասված հայտարարությունից հետո ՔՊ-ում աժիոտաժ է սկսվել, քանի որ հայտարարում էին, թե Ղուկասյանը միայնակ չկարողացավ անցնել եւ ընդդիմությանը միավորելու դեպքում միայն ի վիճակի եղավ հասնելու քաղաքապետի ընտրության։ Այս իրադարձությանն անդրադարձ է կատարել Նազելի Բաղդասարյանը, վարչապետի խոսնակը սպառնացել է Ղուկասյանի ընտրվելու դեպքում թեժ իրավիճակներ են սպասվում ու ասել, թե եթե Գյումրեցու գլխից մաս պակասեց, դուք եք պատասխան տալու։ ՔՊ-ականները միաբերան քաղաքացիներին էին մեղադրում, թե խաբվեցին, այսպիսով իշխանությունը քննադատում է ընդդիմությանը, որ իր դեմքով չի ներկայացել ընտրություններին, խաբել է, սակայն պետք է արձանագրել, որ ՔՊ-ն եւս խուսափել է իր դեմքով մասնակցել։ Նա բերել է Լուսավոր Հայաստան խմբակցության նախկին падգամավոր Սարիկ Մինասյանին, Փաշինյանի գահավիժող վարկանիշով իշխանությանը չփրկեց անգամ Մինասյանը եւ նրա անարատ անցյալը, որովհետեւ գյումրեցին ու ընդհանրապես ողջ հանրությունը գիտակցում են, որ իշխանությունն այլևս չի տիրապետում իրավիճակին, նրանց չընտրվելու համար մարդիկ պատրաստ էին անգամ Վարդան Ղուկասյանին հետ բերել, գրում է թերթը։ Հրապարակը գրում է Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը դժոխքի է վերածել ռադիոյի աշխատողների կյանքը, նա ոչ միայն իր կնոջ նման արցախատյաց ու անհանդուրժող է, այլև կարելի է ասել տաբու է դրել Արցախի ու արցախցիներին վերաբերող թեմաների վրա։
Գրաքննում են նյութերը արգելում ցեղասպանության թեման շոշափել, իսկ հարևաններին ուղղված սերը բացատրում է նրանով, որ չի ուզում թույլ տալ, որ Ալիսի նման որդեկորույս մայրերի թիվն ավելանա։ Քոլոյանի պաշտոնավարումից հետո ռադիոյում ըստ աշխատակիցների զզվելի ապազգային ու հակահայի մթնոլորտ է։ Իրենց արգելված է օրվա իշխանության մասին հրապարակային կարծիք հայտնել իրենց սոցցանցերի էջերում։ Դա աշխատանքային պայմանագրի կետ են դարձրել։ Քոլոյանը գալու օրվանից կամայական ազատումներ է անում իրավաբանական վարչության պետին է ամիսներ առաջ կամայական նախազգուշացումներից հետո ազատել, հաստիքը կրճատել է, օրերս էլ հրամանը դատական կարգով անվավեր է ճանաչվել։ Բաժնի պետերից երկուսին ասվել է, որ իրենցից մեկը պետք է մնա թող որոշեն, ով բոլորը մազից կախված սպասում են, թե հաջորդ գործազուրկն ով է լինելու։ Իսկ ինքը տնօրենը անչափ մեծ սեր ունի գործուղումների նկատմամբ։ Մեկ տարվա ընթացքում անհաշիվ գործուղումների է մեկնել ռադիոն քանդելու համար, նրան քարտ բլանշ է տրված։ Ժողովրդի տեղեկություններով իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով ընդունելու տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին 15,000 դրամ տուգանելու նախագիծը։ Օրենքի նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից, բայց հանրային քննարկման է դրվել տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Ըստ նախագծի ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո ոչ ուշ քան 1 րոպեի ընթացքում վավերացնել տեղական վճարի մուծման կրիչը եւ մինչեւ ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ։ Վավերացված կրիչը տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում պարտավոր են տրամադրել։ Հակառակ դեպքում կտուգանվեն 15,000 դրամի չափով։ Նախագիծը դրված է հանրային քննարկման եւ 92% դեմ է քվեարկել դրան։ Հրապարակում էլ կարդում ենք Փաշինյանի նախօրեին արած հայտարարությունից հետո, թե վարորդական վկայականները համատարած կեղծ են, 3 բարեկները ռեյդի են դուրս եկել, աջ ու ձախ կանգնեցրել վարորդներին, ստուգել վկայականները, հատկապես ակտիվ են եղել մարզերում, Արարատում, որտեղ մշտապես 1-2 բարեկային մեքենա է հերթապահում։ Իրար հերթ չտալով կանգնեցրել են մեքենաները, ՆԳՆ-ից թերթը մեկնաբանություն է խնդրել, ի պատասխան նշել են, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել։ Թերթին պատմել են, որ վարորդական քննություններն են խստացրել անկախ նրանից, թեկնածուն պատրաստ է թե ոչ, կտրում են, որ դատարկ բյուջեն լցնեն, քանի որ յուրաքանչյուր քննության մասնակցելուց անձը վճարում է անում, ինչքան շատ քննություն կհանձնի, վճարումն այնքան շատ կանի։